Նիկոլ Փաշինյանը ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի շարունակում է շահարկել մարտի 1-ի դեպքերը։ Մարտի 1-ի ողբերգությունը ընտրությունից ընտրություն փոխանցվող հաղթաթուղթ է։ Սինխոստում առանց հետևանքների։ Լուսավոր Հայաստան կուսակցությունը այսօր մարդու ոտնահարված իրավունքների մասին էր բարձրաձայնում խորհրդանշական վայրում, մարտի 1-ի հուշարձանի մոտ։ Կուսակցության ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը պնդում է, Նիկոլ Փաշինյանի պայքարը Ռոբերտ Քոչարյանի դեմ ընդամենը իմիտացիա է։ Ոնց կարելի է, ասենք, վերջին 8 տարվա ընթացքում Քոչարյանին նստացնելու թեմայով շարունակել իշխանավարել, էլի։ Ռոբերտ Քոչարյանը պետքա նստի, կարճ կոնկրետ, պետքա նստի։ Մի քանի օր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նորից խոսում էր մարտի 1-ի ոճրագործության մասին։ Կրկնում, մարտի 1-ի գործը ըստ էության ամբողջ ծավալով բացահայտված է։ Թեև 18 տարի անց էլ 10 զոհերից եւ ոչ մեկի սպանությունը դեռ բացահայտված չէ։ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 1 ամիս առաջ էր հայտարարել, դատախազությունը կհամարի գործը բացահայտված, երբ լինի օրինական ուժի մեջ մտած մեղադրական որոշում։ Նաև ասել էր, թե փաստերը հիմք են տալիս կարծիք հայտնել, որ այս դեպքում գործ ունենք բռնությամբ զուգորդված իշխանական լիազորությունների անցման հետ, որն անժամկետ հանցագործություն է։ Ազատությունը պարզաբանում է խնդրել դատախազից։ Արդյոք դա վերաբերում է նաև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Ինչպես կարող է դա տարածվել նաև այն հոդվածների վրա, որոնց դեպքում օրենքով կիրառվում է վաղեմության ժամկետը։ Պատասխան դեռ չենք ստացել։ Իրավաբանորեն այդտեղ անելու բան չկա, խաբում են, ոչ մեկ չի նստելու, ստում են, ուզում են վերընտրվեն, նորից էլի գնան պարլամենտում իրար հետ գնան գործուղումների։ Ուտեն, խմեն, քեֆանեն, Ստրասբուրգ գնան, բան, այդ է եղել։ Վերջին 5 տարին տեսել ենք ինչ են արել։ Եվ նաև այդ որ հումորային հաղորդումներ էր, սա կարևոր է։ Մարդ էր գրել կոմենտում, գրել էր պարոն Մարուքյան, որ ասել է Քոչարյանը պետք է նստի, նկատի ունի պարլամենտում պետք է նստեն։ Նկատի չունի բանտում։ Լուսավոր Հայաստան կուսակցության ղեկավարն այսօր նաև հիշեցնում էր, որ հենց Նիկոլ Փաշինյանի կառավարման օրոք փոփոխված կազմով սահմանադրական դատարանը Քոչարյանին արդարացրեց մարտի 1-ի գործով սահմանադրական կարգի տապալման մեղադրանքով։ Գործը հետո վերաբացվեց։ Այս հունվարին էլ հակակոռուպցիոն դատարանի դատավորը հաստատեց Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի եւ Արմեն Գևորգյանի նկատմամբ նոր մեղադրանքի որոշումները։ Եվ այս խորհրդանշական վայրը նրա մասին է, որ այն ուժը, որը կապիտալիզացրել է այս ամեն ինչը, այդ ուժը այսօր շարունակում է այս նույն բարքերը կրել։ Այդ իրադարձությունները 2008 թվականին որ Պրագայի գարունի պես մի բան դարձան մեր համար։ Դրա արդյունքում ձևավորվեց ինչ-որ որակյալ ինտելեկտուալների սերունդ, հասարակություն, որոնք սկսեցին պայքարել տարատեսակ թեմաներով, բնապահպանական, մարդու իրավունքների եւ այլն։ Դա շատ կարեւոր խորհուրդ էր, որ այս իշխանությունը Ես համաձայն եմ դրի։ Պղծեց։ Մարտի 1-ի հուշարձանի մոտ Մարուքյանն ու նախընտրական ցուցակում նրան հաջորդող Կարպիս Փաշոյանը նստել եւ քննարկում էին ոչ միայն արյունալի այս դեպքը, այլ նաեւ վերլուծում, ինչպես են ոտնահարվում այսօր մարդու իրավունքները, ինչպես են փակվում բերանները, որոնք իշխանահաճո հայտարարություններ չեն անում, ինչ է լինում, երբ իշխանությունը բացարձակ անվերահսկելի անսանձ է դառնում։ Ես մի արեք, որ մի 10 տարի հետո էլի նմանատիպ հուշարձան տեղադրենք արդեն Նիկոլ Փաշինյանի բռնություններից տուժած մարդկանց հիշատակի համար։ Այո, եթե այսպես շարունակվի, մի հատ ձևի հուշարձան լինելու է, որովհետև այս իշխանությունը գնալով դառնալու է բռնարար։ Նշանակում է սա արդյոք, որ ընդդիմադիր կուսակցությունը հետընտրական զարգացումներ է կանխատեսում։ Հիմա Նիկոլ Փաշինյանի իշխանությունը բացարձակ է, ինքը ինչ կուզի կանի եւ որևէ մեկը չկա, որ նրան կանգնեցնի։ Եվ դա կարող է ինչ-որ մի օր հանգեցնել արյան, եւ մենք կանխատեսում ենք, որ դա կլինի, եթե կանխարգելող միջոցները չգործադրվեն։ Բայց երրորդ ժամկետ չէր կարելի գնալ։ Այսինքն ինքը հիմա այդ կարմիր գիծն է հատում։ Այդ կարմիր գիծը հատելուց հետո դուք ասում եք կարա արուն լինի, ես ասում այո։ Կարա լինի։ Եթե այդ կարմիր գիծը հատում ես, դու ամեն ինչի պատրաստ ես լինելու եւ լինելու է։ Պատմական ակնարկել եղավ հասան մինչև ցարական Ռուսաստան, հիշեցին, ինչ արեց հեղափոխությունը Նիկոլայ II ընտանիքի հետ ու առհասարակ ինչ է անում հեղափոխությունը իր զավակներին։